Հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, կարելի է լսել, հարգելի, ես 2 ժամ դուռ նստած էի, խնդրում հարգանք ցուցաբերել։ Անդրադառնամ մեր գործընկերների ելույթներին շատ կարճ։ Պարոն Թորոսյան, խնդրում եմ մեր վարկանիշից մի խոսեք, որովհետև դուք առհասարակ ընտրություններին չեք մասնակցել Գյումրիի, հետևաբար չեմ կարծում, որ դուք ավելի ճիշտ գնահատական կտաք, որովհետև այդ դեպքում ձեր գնահատականը առհասարակ չկա, այսինքն դուք չեք էլ մասնակցել եք ընտրություններին։ Չի լսվում ձայնս։ Դա այնքան խոսացիք փչացավ, ինչ ասեմ։ Ինչ վերաբերում է մյուս Մայր Հայաստան խմբակցության դիրքորոշումներին, հարգելի գործընկերներ, պարոն Սուքիասյան, երբ որ ասում եք հոգնել եք տրանսպորտի թեման քննարկելուց, բացարձակ չենք հոգնել, ասեմ ավելին ամեն օր քննարկում ենք, ես ամեն օր պարոն Գրիգորյանին ինչ որ հարց եմ տալի, հանդիպում ենք, խոսում ենք, բայց հարցը թե ում հետ ես քննարկում եւ ինչ ես քննարկում, եւ ինչի համար ես քննարկում, որովհետեւ ձեր կողմից անդադ հնչեցվում են մտքեր, ինչ որ դիրքորոշումներ, որոնք որ մոլորեցնող են հանրությանը, եւ երբ որ գալիս է իրավիճակ, երբ որ դուք խոսում եք ինչ որ արժեքներից, կոռուպցիայից, ինչ որ վատ բաներից եք խոսում, մեզ եք վերագրում, հետո գալիս է մի հատ իրավիճակ, երբ որ դուք մասնակցում եք ուրիշ քաղաքում Գյումրիում ընտրություններին եւ ինչ եք անում, ձայն եք տալիս ընդդիմադիր տեխնացիոն, նորմալ է, ձեր իրավունքն է, բայց այդ ընդդիմադիր տեխնացիոն ընտրվելուց մի քանի րոպե է վերակենում եւ հայտարարում է, որ ինքը կողմ է Հայաստանի Հանրապետության անդամակցությունը միութանական պետությանը։ Ընդունեք, որ սա Հայաստանի սուվերենությունը եւ անկախությունը զիջող դիրքորոշում է։ Լավ, եթե ստում եմ, դուք հետո դա կապացուցեք, շատ լավ։ Տեսագրությունները կա։ Եվ դրանից հետո դուք նոր դիրքորոշում ձեր խմբակցությունը չի հնչեցնում, եւ սա մեզ հիմք է տալիս մտածելու, որ այս ամբողջ խոսակցությունները, տրանսպորտ, ծառերի թեման, չգիտեմ, աղբանության թեման, այս ամեն ինչը ընդհանրապես ինչ որ պատրվակ է այլ նպատակի հասնելու համար, որտեղ եթե դուք ուրիշ դիրքորոշում չեք հնչեցնում, ենթադրում է, որ դուք կողմ եք այդ հնչեցված դիրքորոշմանը, որովհետև դուք պաշտպանում եք նրա տեխնացությունը եւ պետք է ապահովեք իր քաղաքապետի գործունեությունը ավականու նիստերի տեսքով։ Հետևաբար, եթե դուք չեք հնչեցնում հակառակ դիրքորոշումը, մեզ համար հիմք է, որ դուք համաձայն եք այդ դիրքորոշման հետ, եւ մենք ըստ այդը մենք արդեն տրամադրվելու մեր գործողություններում, մեր աշխատանքում, որովհետեւ չեմ կարծում, որ արժի այդ թեմայից հետո որևէ հարց քննարկել, որովհետև այդ ամեն ինչը արդեն ձևականության ու կեղծիքի դաշտ է մտնում, հետևաբար կակնկալեմ ձեր խմբակցությունից հստակ դիրքորոշում, այսօր կլինի, վաղը կլինի, չգիտեմ, երբ կլինի, եւ նույնը կակնկալեմ նաեւ մյուս խմբակցություններից, պարոն Թորոսյան, ձեր դիրքորոշումը կակնկալեմ այդ հարցի հետ կապված, պարոն Ավագյան, ձերը կակնկալեմ, Տիկին Խաչատրյանինը կարծում բոլորս գիտենք այդ հարցի շուրջ, նայած կարող է ինքն էլ արտահայտվի։ Հետևաբար, այս թեմայի շուրջ կարծում, այսինքն չեք ուզում ինչ քննարկենք, ինչի համար քննարկենք։ Հիմա օրինակ պարզ հարց, հաստիկների նախագիծը ասում եք, հա, հեսա դեմ քվեարկենք, ինչի համար։ Այն դեպքում, երբ որ դուք ասում եք, այն դեպքում, երբ որ ասում եք, եկեք հələ ավելացնենք հաստիկները, բայց հիմա ուզում եք դեմ քվեարկենք, նույնիսկ էս եղածին։ Չկա տրամաբանություն ուղղակի։ Ուղղակի չկա տրամաբանություն։ Եվ վերջացնելով ելույթս, հարգելի գործընկերներ, նույնը կապված էլի Գյումրիի հետ, երբ որ ասում եք ձեզ իշխանազավթել ենք այնտեղ եւ այլն, մենք այնտեղ երբեք էլ 18-ից հետո իշխանություն չենք ունեցել, այսինքն որևէ իրավիճակ ըստ էության մեր համար չի փոխվել եւ մենք ձեզնից ակնկալում ենք դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ, որի մասին ես խոսեցի, ոչ միայն հայտարարության տեսքով, այլև գործողության, որովհետեւ կարող է լինի հայտարարություն, բայց հետո եթե դուք ձեր գործողություններով իր քաղաքապետ լինել այնտեղ պետքա պաշտպանեք, նշանակում է դուք այդ թեզին պաշտպանում եք։ Հետևաբար ձեզնից ակնկալում ենք այդ դիրքորոշումը շատ հստակ եւ այս հարցը միշտ լինելու է մեր օրակարգում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն,